Կրթական հաստատությունների քաղաքական պրոցեսներում ներգրավվածության եւ ոլորտի խնդիրների մասին խոսելու եմ կրթության փորձագետ Հայաքվե ազգային քաղաքացիական նախաձեռնության խորհրդի անդամ Ատոմ Մխիթարյանի հետ։ Բարի երեկո, պարոն Մխիթարյան, շնորհակալ եմ հրավերս ընդունելու համար։ Երբ աշակերտներին դասաժամերի ընթացքում տանում են քաղաքական միջոցառումների, սա կրթական, իրավական, թե էթիկական խնդիր է առաջին հերթին եւ որտեղ է անցնում սահմանը քաղաքացիական մասնակցության եւ դպրոցների քաղաքականացման միջեւ։ Ես այստեղ հանդես կարող եմ գալ նաեւ որպես ընտրական իրավունքի մասնագետ, որովհետեւ 15 տարուց ավելի մագիստրանտներին ընտրական իրավունք եմ դասավանդում մագիստրատուրայում եւ միանշանակ պետք է ասել, որ դա ընտրական իրավունքի խախտում է, հատկապես քարոզարշավի ժամանակ դպրոցականներին, ընդհանրապես կրթական հաստատություններին ներգրավել քաղաքական քարոզչության մեջ։ Եվ մյուս կողմից սա նաև վարչական ռեսուրսի օգտագործում է, որովհետև դպրոցները պետական են, մի քանիսը կան նաև համայնքային ենթակայության դպրոցներ, որոնք անպայման պետք է իրենց գործառույթը իրականացնեն, դա նշանակում է ապահովել երեխաների կրթության իրավունքը եւ նրանց ներգրավել ինչ որ մի ձևի քաղաքական գործընթացների մեջ, մասնավորապես քաղաքական քարոզչության մեջ երկուստեք, այսինքն եւ կազմակերպիչների եւ դպրոցի ղեկավարության կողմից պետք է արժանանա համապատասխան գնահատականի։ Եթե աշակերտը կամ ուսուցիչը չի ցանկանում մասնակցել այդ process-ին, իրականում ընտրություն ունի։ Հայաստանի պարագայում, ավելի ճիշտ ոչ թե Հայաստանի, այլ ներկա իշխանությունների պարագայում պարզվում է, որ ոչ, որովհետև այն ուսուցիչները, որոնք չեն ուզում մասնակցել իրենց բառերով եմ ասում վերևից եկած հրահանգներին, նրանք հայտնվում են իրենց աշխատանքը կորցնելու վտանգի առաջ։ Նույնիսկ ավելին ասեմ, այն ուսուցիչները, որոնք օրինակ հանկարծ ընդդիմադիր որևէ ուժի կամ տեխնացուի օգտին հավանեն ինչ-որ մի բան, օրինակ սոցիալական ցանցերում, նրանք հայտնվում են միանգամից իրենց ղեկավարության ուշադրության կենտրոնում։ Նրանց հետ, այսպես ճակերտներում ասենք, զրույցներ են ունենում, եւ այդպիսի ահազանգները շատ են։ Այդ զրույցների հետևանքով կարող են վախեցնել նաև իրենց նորից իրենց բառերն եմ ուզում ասել, մտնել իրենց ընտանիք։ Դա նշանակում է, որ երեխաներին ինչ որ մի ձևով կկարողանան նրանց վրա ազդել, եթե կին է ամուսնու վրա աշխատանք կորցնելու առումով եւ այլն։ Այսինքն Հայաստանը հիմա 2026 թվականն է, չէ՞։ Պապս պատմում էր, որ իր հայրը իրեն պատմում էր, թե ինչպես էր Հայաստանում իրավիճակը 30-ական թվականներին, մասնավորապես 1937 թվականին։ Շատ նման իրավիճակ է, ասեմ։ Ընդ որում 1937 թվականին Հայաստանում ազգային իշխանություններ չէին։ Պարզվում է, որ զուգահեռներ տանելով, որ Հայաստանում 2026 թվականի, քանի դեռ հունիսը չի եկել, եկեք ասենք մայիսին դեռևս էլի ազգային իշխանություններ չեն, այս ռեպրեսիաները հենց դրա մասին է վկայում։ Ինչ ռիսկեր է ստեղծում այն վիճակը, երբ դպրոցը սկսում են կալվել ոչ թե կրթական, այլ քաղաքական միջավայր։ Գիտեք, բոլոր քաղաքական ուժերի մոտ որոշակի գայթակղություն կա անընդհատ կրթական հաստատությունները օգտագործել ընտրությունների ժամանակ, որովհետև նայեք, գյուղական բնակավայրերում հատկապես բոլոր դպրոցները ծառայում են որպես ընտրական տեղամասեր։ Դպրոցների աշխատողները, դա նշանակում է տնօրեն, ուսուցիչներ, նրանք հիմնականում ծառայում են էլի ընտրությունների ժամանակ որպես ընտրական հանձնաժողովների անդամներ, որովհետև գյուղական բնակավայրերում քիչ թե շատ գրագիտության մակարդակ ունեցող ընտրություններին որոշակի առումով մասնակից մարդիկ հենց ուսուցիչներն են։ Հիմա ինչպես անցնել այդ ջրբաժանը, ինչպես տանել, որպեսզի հանկարծ կրթական գործընթացը չխառնվի քաղաքական գործընթացներին, որովհետև դա էական ազդեցություն է ունենում ընդհանրապես կրթական միջավայրի եւ կրթության որակի վրա վերջին հաշվով։ Ուրեմն այս գայթակղությունից որևէ մեկը ձեռնպատ չի մնացել։ Միայն խոսքեր ենք մենք լսել։ Հիշեք օրինակ Փաշինյանի 2018 թվականին, երբ որ նա ուրեմն կազմակերպում էր փողոցային ակցիաներ եւ այլն, նրա խոսույթում կար հետեւյալ միտքը, որ պետք է օրինակ բարձրագույն ուսումնական հաստատությունները եւ նրանց ղեկավար կազմում, այսինքն որոշումներ կայացնող հոգաբարձուների խորհուրդները լինեն ապա քաղաքական։
Եվ այդ ժամանակ հիշեցնեմ մի քանի բուհեր կար, որտեղ հոգաբարձությունների խորհրդի նախագահները իշխող կուսակցության անդամներ էին։ Ուրեմն իշխանությունը փոխվեց Հայաստանում եւ պարզվեց, որ հիմա արդեն խոշորացույցով էլ մանգաս Հայաստանում որևէ բարձրագույն ուսումնական հաստատություն չես գտնի, որի հոգաբարձությունների խորհրդի նախագահան կամ խորհրդում չլինեն քաղաքական պաշտոններ զբաղեցնողներ։ Սկսած Հայաստանի Հանրապետության նախագահ, պաշտպանության նախարար, մի քանի նախարարներ տարբեր բուհերի հոգաբարձությունների խորհրդի նախագահներ են եւ այլն։ Այսինքն ասվեց եւ դրա 180 աստիճան հակառակը արվեց։ Նույնը վերաբերում է դպրոցներին, քանի որ դպրոցների քանակը շատ է 1400 շուրջ Հայաստանում։ Յուրաքանչյուրի պահով մի քիչ դժվար է արդեն տեղեկատվություն հավաքել, բայց պարզ է, նրանք էլ գտնվում են, եթե մարզերում են, մարզպետների ուղղակի ենթակայության տակ եւ ենթարկվում են ըստ էության եւ մարզպետներն էլ գործող իշխանությանը թվեր են ներկայացնում թե որ դպրոցում ինչքան ձայներ կան, այդ դպրոցի տնօրենը իրեն ինչպես է պահում եւ այդ հիերարխիան իջնում է մարզպետից դպրոցի տնօրեն, պարզ է դպրոցի տնօրենն էլ իրեն արդարացնելու, իր պաշտոնը արդարացնելու համար պետք է որոշակի ձևով ազդի ուսուցիչների վրա, որը եւ մենք տեսնում ենք ամեն օր եւ առանց ցավոք սրտի առանց իրավական հետևանքների առայժմ։ Պարոն Մխիթարյան, միջազգային փորձը ինչ է ասում ժողովրդավարական երկրներում ինչպես են պաշտպանում դպրոցները քաղաքական ազդեցությունից։ Գիտեք, նույնիսկ Հայաստանում, եթե մենք նայում ենք օրենքների մակարդակում, նման բան չի կարող լինել։ Նույնիսկ ընտրական օրենսգրքում գրված է, որ օրինակ դպրոցների շենքերը միայն կարելի է օգտագործել երեկոյան ժամը 6-ից հետո ընտրական քարոզչության, հանդիպումների, ընտրողների հետ հանդիպումների համար եւ այլն։ Մինչեւ 18:00-ն անձեռնմխելի պիտի լինեն դպրոցների շենքերը, որովհետեւ երեխաները գնում են դասի, դասերից հետո նրանք կարող են արտադասարանական խմբակներ ունենալ, ֆակուլտատիվ պարապմունքներ ունենալ եւ այլն եւ չի կարելի։ Ընդ որում դա կարելի է օգտագործել միայն այն պարագայում, երբ այդ բնակավայրում ուրիշ հարմար դահլիճ օրինակ չկա։ Տեսեք, այսինքն Հայաստանի օրենքներն էլ այնպես չի որ գրված է թղթի վրա, դրանք շատ տարբերվում են օրինակ առաջադեմ երկրների, մասնավորապես արևմտյան եվրոպական երկրների օրենսդրությունից, բայց կիրառման առումով ըստ էության ոչ ոք դա արդեն հաշվի չի առնում, առավել եւս այս իշխանության օրոք։ Իսկ անչափահասների քաղաքական գործընթացներում ներգրավումը ինչ ազդեցություն կարող է ունենալ նրանց քաղաքացիական մտածողության ձևավորման վրա։ Այո, դա շատ կարևոր հարց է։ Իհարկե պետք է մեր երեխաները դեռևս դպրոցական տարիքից ունենան իրենց հնարավորությունները եւ դա պետք է հայոց պատմության
դասավանդության տեսակետներն են։ Դպրոցական միջոցառման ժամանակ տոպիկները երեխաներին, որովհետև երեխաները